Սերգեյ Դանկվերդինը հարցազրույցում նշել է, որ Հայաստանը բավարար վերահսկողություն չի իրականացնում դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ մատակարարվող կարանտինային վերահսկման ենթակա արտադրանքի նկատմամբ։ Նրա խոսքով Երևանը Եվրամիությունից եկող ապրանքներին տրամադրում է պարզեցված մուտքի շուկա, ինչը չի համապատասխանում միության պահանջներին։ Մասնավորապես ծաղիկների մատակարարումների ծավալը 3 տարվա ընթացքում աճել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն հատ։ Նմանատիպ աճ է գրանցվել նաև այլ ապրանքային խմբերում։ Այս իրավիճակի պատճառով ընկերությունը ստիպված է եղել ֆիտոսանիտարական վերահսկողությունը տեղափոխել ավելի մոտ սահմանին։ Դանկվերդը ընդգծել է, որ Ռուսաստան ներմուծվող որոշ ապրանքներ կարող են չունենալ հայկական ծագում և ուղեկցվել միայն ապրանքատրանսպորտային փաստաթղթերով։ Նրա խոսքով նման սխեմաները, որոնք նախկինում կիրառվել են Եվրամիության հետ հարաբերություններում, հանգեցրել են իրավիճակի վատթարացման։ Արդյունքում գերատեսչությունն արձանագրում է բազմաթիվ կարանտինային օբյեկտներ և ստիպված է լինում կիրառել լրացուցիչ միջոցներ, այդ թվում արտադրության վայրերի ատեստավորում, օրինակ ծաղկային արտադրանքի դեպքում։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստան ուղարկվող ապրանքների զգալի մասը չի հասնում վերջնական հասցեներին, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում վերահսկողության համակարգի վերաբերյալ։